իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոց սրահ։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։ Բարև ձեզ։ Պարոն Խզմալյան, նախ շնորհավորում եմ ձեզ աշխատավորների օրվա կապակցությամբ։ Եվ այսպես, Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները ստորագրել են հանքանյութերի համաձայնագիրը, վերջապես։ Նաեւ ամերիկյան կողմը հայտնում է, որ Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման 22 պայմաններին, Կիևը պատրաստ է տարածքային կորուստների փաստացի ճանաչմանը, բայց ոչ իրավական։ Թրամփի վարչակազմը ըստ Կիև Փոստի հաստատել է $50 միլիոն չափով Ուկրաինա պաշտպանական զենքի արտահանումը, եւ հիմա սա ամենաթոփ թեմաներից մեկն է, որ քննարկվում է, մասնավորապես 3 տարվա պատերազմի հետևանքով Ուկրաինան համաձայն է փաստացի ճանաչել իր տարածքների օկուպացիան Ռուսաստանի կողմից, համաձայնել պայմաններին եւ ի վերջո հասնել խաղաղության։ Սկսեմ այն ամենայնիվ շնորհավորանքից, ես շնորհակալ եմ, որ դուք հիշատակից եք այդ օրը, կարծում եմ մենք թերագնահատում ենք այն կարևորությունը, որը աշխատանքային, համաշխարհային օրը աշխատավորների ունի մեզ համար եւ ամեն անգամ ամենառավոտ բանվորի արձանի մոտ անցնելով ես թորանս տանում եմ դպրոց, ես տեսնում եմ այդ դատարկությունը եւ հասկանում եմ, որ խորհրդանիշները կարևոր են անգամ երբ որ դրանք չկան։ Ես կարծում եմ, որ ապագա Հայաստանում մենք վերականգնելու ենք բանվորի արձանը եւ ոչ միայն արձանը, այլ նաեւ աշխատավոր մարդու տեղը, արժանապատվությունը եւ դերը։ Հիմա օրվա թեմաների մասին։ Ես կարծում եմ պետք է սառնասիրտ վերաբերվել այս ամեն ինչին։ Այո, դա իհարկե սենսացիոն լուր է, բայց հիշենք, որ սա ունի շատ հստակ ենթատեքստ։ Թրամփը նշում է իր իշխանության 100 օրը։ Եվ դա նույնպես խորհրդանիշ է, մենք այսօր խորհրդանիշներից ենք սկսել։ Իրեն անհրաժեշտ է արձանագրել մեծ հաջողություն, համենայն դեպս այն խոստացած խաղաղությունը, եւ ես կարծում եմ, որ Զելենսկին ոչ միայն որպես քաղաքական գործիչ, ոչ միայն որպես Ուկրաինայի նախագահ, այլ նաեւ մենք հիշում ենք, որ նա ազգության հրեա է։ Տվյալ դեպքում ես հասկանում եմ, որ դա քաղաքական կոռեկտությունից դուրս է, բայց ես առաջարկում եմ չմոռանալ դա, որովհետեւ մենք սիրում ենք հայկական գենի մասին խոսել եւ ազգային իմաստության մասին։ Ես կարծում եմ, որ Զելենսկին այստեղ հանդես է բերում հրեաներին հատուկ պետական իմաստությունը եւ համաձայնվում է մի բանի, որի ինչպես զգուշորեն արտահայտվեմ, որի հետևանքները այդքան էլ պարզ չեն։ Այսինքն ես չեմ կարծում, որ սա կունենա լուրջ հետևանքներ։ Ես չեմ կարծում, որ պատերազմը դրանով կընդհատվի։ Եվ ես կարծում եմ, որ պետք է դրանում տեսնել գոնե մեկ կարևոր դրական բան Հայաստանի համար։ Եթե ընդհանրապես այդ մղձավանջի մեջ որևէ դրական բան կա, դրական ես համարում եմ հետևյալը։ Կրկնում եմ, դա իմ անձնական կարծիքն է, ես տվյալ դեպքում ոչ Եվրոդաշինքի կարծիքն եմ ներկայացնում, ոչ ավելի մեծ շրջանակների դա մեր կուսակցության մոտեցումն է։ Իրավիճակը մնում է արկախված, իրավիճակը մնում է իրավաբանորեն սառեցված, եւ դա նշանակում է, որ Ուկրաինան չի ճանաչում իր տարածքների զավթումը։ Ինքը Զելենսկին խոսում է այն մասին, որ այո, մենք ընդունում ենք իրականությունը, դրանք զավթված են։ Մենք դա չենք ընդունում որպես իրավական արդյունք։ Ով էլ ինչ ասի։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է նաև մեզ համար, որովհետև երբ մեզ հիմա
մեր ղեկավարությունը կամ թշնամու ղեկավարները Ադրբեջանում, Ռուսաստանում, այլտեղ ասում են, որ Արցախի էջը փակ է, ես ոչ անձամբ ոչ որպես քաղաքական գործիչ եւ կուսակցության ներկայացիչ չեմ կարող ընդունել դա, որովհետեւ Արցախի հարցը փակ չէ։ Եվ Արցախի հարցը դա ոչ միայն եւ ոչ այնքան տարածքային հարց է, դա ազգի ինքնորոշման հարց է, եւ այս առումով արկախված Ուկրաինայի անորոշությունը տվյալ դեպքում, եթե որևէ դրական կողմ ունի, ապա ինձ համար դա դրական է հենց այն առումով, որ ուշ թե շուտ, եթե ոչ այս կառավարությունը, Հայաստանի հաջորդ կառավարությունը, իշխանությունը, խորհրդարանը, որում մենք հույս ունենք տեղ ունենալ եւ խոսք ունենալ, մենք ասելու ենք, որ այս հարցը արկախված է եւ չի ստացել իրավական լուծում։ Այդպես որ ես չէի չափազանցնի Ուկրաինայի հետ կապված այսօրվա հայտարարությունները, ես կընդունեի դա սառնասիրտ եւ կառաջարկեի գիտակցել, որ ոչ մի բան վերջացած չէ։ Ես դիտարկումների հանդիպեցի, որ Հայաստանը, Ուկրաինան այսպես 3 տարի պատերազմի ընթացքում ի վերջո այդպիսի հանգրվանի է հասնում եւ որ Հայաստանը նույն Արցախի, հարցը դուք հիշեցիք, որ Հայաստանը ավելի վաղ է այսպես ասած հասկացել, թե ինչպես են իրադարձությունները զարգանալու, իհարկե հաշվի առնելով տարբեր այսպես ասենք տարբերություններ, որոնք կան, որովհետև մենք խոսում ենք Ուկրաինայի միջազգային ճանաչված տարածքի մասին, հա? Արցախի դեպքում դա Հայաստանի միջազգային ճանաչված տարածքը չի եղել։ Մենք խոսում ենք այս դեպքում տարբեր առաջարկների մասին, օրինակ նույն Արցախի դեպքում, որոնք մերժվել են։ Մենք որ հիմա հիշենք, թե որքան առաջարկներ են եղել եւ ի վերջո մենք էլ պատերազմի գնով կամ պատերազմից հետո ունենք այն իրավիճակը, որը ունենք եւ հիմա գերխնդիր է դառել Հայաստանի Հանրապետության անվտանգություն եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը, այս դեպքում արդեն միջազգայինորեն ճանաչված սուբյեկտի։ Խոսենք եւ նմանությունների եւ տարբերությունների մասին։ Հայաստանը 2 տարով ավելի շուտ է մտել պատերազմի մեջ եւ ճաշակել պատերազմի մղձավանջները եւ դառնությունը, քան Ուկրաինան 2020-2022։ Այդ ընթացքում Ուկրաինան գոնե 1 դաս քաղել է մեր դարափորձից եւ եթե Հայաստանը ոչ պատերազմից առաջ, ոչ պատերազմի ընթացքում եւ ոչ պատերազմից անմիջապես հետո չէր փորձել դիրքավորել իրեն եւ մեր Արցախյան գերխնդիրը որպես եվրոպական, Եվրամիության, արևմտյան քաղաքակրթության մի մաս, մենք շարունակել ենք եւ փաստորեն առ այսօր իրավաբանորեն շարունակում ենք մնալ ռուս-թուրքական թակարդում, պատահական չէ, որ այսօր մայիսի 1-ին մենք դեռ չգիտենք Փաշինյանը մեկնելու է Մոսկվա մայիսի 9-ին թե ոչ, Գիտենք, որ մեկնելու է։ Գիտենք, որ մեկնելու է, ես դեռ 1% հույսս չեմ կորցրել, որտեղ օրինակ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի մեկնում։ Ճիշտ է, ունի իր պատճառները Պակիստանի հետ պատերազմը չի Աստված ոչ անի սրացումը, բայց Հայաստանում նման պատճառներ եւ առիթներ ավելի քան շատ են։ Այդպես որ 1% հույսի ես այնուամենայնիվ թողնում եմ։ Ինչ վերաբերվում է տարբերությունների եւ նմանությունների, ես կուզեի նաեւ հիշատակել հետեւելը, այո, Արցախը միջազգայինորեն ճանաչված չէր որպես Հայաստանի տարածք, բայց մենք դա չէինք էլ պնդում։ Մենք շարունակում ենք ընկնել նույն ծուղակի մեջ, որտեղ մենք հայտնվել ենք 98-99 թվականին, երբ որ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն սկսեց հանել Արցախը բանակցային գործընթացից։ Արցախը միջազգայինորեն ճանաչված տարածք էր եւ դա եւ Ստալինի սահմանադրությամբ էր ճանաչված որպես լղիմ եւ որպես պատերազմի, այսինքն հակամարտության կողմ Ադրբեջանի կողմից էր ճանաչված եւ 94 թվականի Արցախի հրամանատարի ստորագրություններ խաղաղություն չէր, դա զինադադար էր
մայիսի 12-ին եւ ասեմ մադրիդյան սկզբունքների մեջ ամբողջ Մինսկի գործընթացի մեջ Արցախը միջազգայինորեն ճանաչված տարածք էր, վիճելի տարածք էր եւ դրանից հրաժարվել Հայաստանը իրավունք չունի եւ այն ինչ հիմա մեզ առաջարկում են եւ այն ինչ առաջարկում է Փաշինյանը հրաժարվել Մինսկի ձևաչափից դա մեծագույն քաղաքական սխալ է նույնքան մեծ սխալ է որքան մեծ սխալ էր Արցախը դուրս հանել այսինքն Փաշինյանը կրկնում է Քոչարյանի սխալը այդպես որ Ուկրաինային վերադառնալով ասեմ որ Ուկրաինան այդ սխալը չկրկնեց Ուկրաինան այնուամենայնիվ միջազգայինորեն ճանաչված է որպես արևմտամետ երկիր եւ նրա անվտանգության պատասխանատվությունը հիմա արևմտյան դաշինքի պատասխանատվությունն է այդպես որ այդ տարբերությունը շատ մեծ է եւ եթե ասել որ Ուկրաինան կոտրված տաշտակի առաջ է ոչ որտեվ Ուկրաինան փաստորեն ոչ թե իրավաբանորեն ՆԱՏՕ-ի հզորագույն բանակն է եւ ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտի է նա ստանում է Ուկրաինան ստանում է ՆԱՏՕ-ի զենք այնքան որքան ոչ ոք չի ստացել եւ չի ստանում Ուկրաինան հայտարարել է Եվրամիություն մտնելու իր որոշումը եւ Եվրամիությունը անմիջապես զինադատարից հետո քննարկելու այդ հարցը այդպես որ այդ առումով Ուկրաինան մեզնից առաջ է Իհարկե հետաքրքիր են զուգահեռները տանել այն իմաստով հասկանալու իրադրությունը միջազգային մոտեցումները մեր վարքը, մեր անելիքը, մեր ակնկալիքները, մեր սպասելիքները այդ տրամաբանության մեջ զուգահեռները, որովհետև նույն օրինակ Ուկրաինայի դեպքում դուք նշում եք Ուկրաինան համաձայն է կամ ճանաչում է իր տարածքների փաստացի օկուպացիան, ճանաչում է այդ իրականությունը։ Ինչպես կարելի է չճանաչել իրողությունը։ Չի գնում դրա իրավական արձանագրմանը։ Այո։ Չի գնում դրա իրավական արձանագրմանը, բայց օրինակ նույն եթե Արցախի դեպքում ենք դիտարկում, դուք հիշատակեցիք, որ լղիմ հիշատակեցիք, տարբեր փաստաթղթեր հիշեցիք եւ այլն, բայց որ կարգավորման տարբերակին այդ դեպքում Հայաստանը համաձայն եղել, եթե ելի ենք հաշվի առնում, որ օրինակ այս դեպքում մենք գործ չունենք, մենք գործ ունենք, ինչպես դուք նշեցիք, վիճելի տարածքի հետ, ոչ թե ճանաչված միջազգայինորեն տարածքի հետ, հա, ինչպես Ուկրաինայի անբաժանելի մասին է խոսքը։ Ասեմ ձեզ։ Այսինքն Այդ որ տարբերակին է Հայաստանը օրինակ համաձայն եղել, որ չի կիրառվել։ Հայաստանը համաձայն չի եղել շրջանների վերադարձին։ Հայաստանը համաձայն չի եղել ոչ բարձր, ոչ քիչ ինքնավարության։ Հայաստանը համաձայն չի Հայաստանը ասելով նկատի ունեմ Արցախը, հա, համաձայն չեն եղել վերամիավորման։ Եղել է մեկ բան, որի շուրջ համաձայնություն են ուզել, անկախություն։ Պարոն Ոսկանյան, դուք հիմա թվարկեցիք հենց այն սխալները, որոնք բերեցին 23 թվականի պատրիացիդին, հայրենաթափմանը եւ ազգային աղետին։ Ավելին, հիմա մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանությունը, պաշտոնական Երևան ամենաբարձր մակարդակով ակնարկում է, որ մադրիդյան սկզբունքները փաստորեն ոչ մի բանով չէին տարբերում Լավրովի պլանից։ Դա մեղմ ասած կեղծիք է, որովհետև մադրիդյան սկզբունքները ճանաչում էին Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը, հայերի իրավունքը այնտեղ ապրել եւ առաջարկում էին միջազգային գործողություններով ապահովված երաշխիքներ։ Բացի դա ապահովված էին նաև Հայաստանի եւ Արցախի աշխարհագրական կապը եւ շրջանների մասին հիմա չեմ ուզում տարածել, ուզում եմ ասել, որ դրանք բացարձակապես ռուսական ծրագրին նման չեն, դրանք ճիշտ հակառակն են եւ թվարկելով այն սխալները, որ արել էին Հայաստանի իշխանությունները 30 տարի շարունակ, հիմա պետք է ցույց տալ, թե որտեղ է այն հնարավորությունը, որը դեռ պահպանվել է Հայաստանի մոտ արցախահայության իրավունքները պաշտպանելու մեկ, այլ ոչ թե հրաժարվելու, հայցերից ոչ մի դեպքում չհրաժարվելու նույնպես եւ երրորդը ոչ մի դեպքում չհրաժարվելու Մինսկի կամ որևէ այլ միջազգային հատյանի իրավունքից դիտել Արցախի հարցը որպես միջազգային գերխնդիր։ Այո, դա այդպես է եւ եթե Հայաստանի իշխանությունը դրանից էլ հրաժարվի, դա շատ ավելի ծանր է, քան հանցագործություն, սա քաղաքական սխալ է։ Ուստի կարծում եմ, որ Ուկրաինան շատ լավ հասկանալով դա չի համաձայնվում ոչ Ղրիմի զավթման փաստին, ոչ
իր ազգաբնակչության ոտնահարված իրավունքների մոռացության մատնելու առաջարկին, այն ինչին կարծես թե համաձայնվում է Հայաստանը։ Պետք է ուշադրություն դարձնել դրան, պետք է հետևել Ուկրաինայի օրինակին եւ անգամ այս ծանր արկախված իրավիճակում տեսնել Ուկրաինան ամեն ինչ անում է ճիշտ հիմա, ընդունում է դառը իրավիճակը, որպեսզի միջազգայինորեն կարողանա պաշտպանի իր ազգի, իր պետության իրավունքները մոտ ապագայում։ Ռուսաստանի արտգործնախարարությունը Հայաստանին սպառնում է հետևանքներով, եթե խախտվի ԵԱՏՄ պայմանագիրը, մեջբերեմ, եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային իրավական գործիքներ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար, եթե Երևանը այնուամենայնիվ քայլեր ձեռնարկի, որոնք հակասում են ԵԱՏՄ իրավունքին, ինչը ինչպես մենք հույս ունենք տեղի չի ունենա, այլ կերպ ասած խախտի ԵԱՏՄ մասին պայմանագիրը, մենք ունենք անհրաժեշտ միջազգային իրավական մեխանիզմներ միության մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար։ Եվրամիությունը չի կարող փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները, եթե հանրապետությունը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումներում պարբերաբար բացատրում է ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում միաժամանակ անդամակցելու անհնարինությունը կանոնների անհամատեղելիության պատճառով եւ Երևանում գիտակցում են ինչպես ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները, այնպես էլ դուրս գալու հետևանքները։ Հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Իհարկե, հայերին պետք է միշտ հայ ենիչերների ձեռքերով մորթել, դա Օսմանյան եւ ռուսական ավանդույթ է, գեներալ Լոգանովսկին դա ոչ միայն Արցախի բանակի դավաճաններից մեկն է, դա ցարական Ռուսաստանի հայատյաց հայերից մեկն է, բայց այդ հայտարարությունը սպասելի է։ Հայաստանի իշխանությունները անում են բոլոր վատ հնարավոր ընտրություններից ամենավատը։ Նրանք ոչ դուրս են գալիս ԵԱՏՄ-ից, ոչ էլ մտնում են ԵՄ։ Սա նշանակում է, որ մենք մնում ենք երկու քարերի արանքում եւ մինչեւ մենք դուրս չգանք ԵԱՏՄ-ից, Եվրամիությունը չի կարող իրավականորեն միացնի Հայաստանին պաշտպանության մեխանիզմները։ Մենք տեսնում ենք, որ այդ մեխանիզմները միացված են օրինակ Մոլդովայի դեպքում։ Դեռ 1 տարի առաջ օրինակ Մոլդովայի գազային եւ հոսանքի ճգնաժամը լուծվեց Եվրամիության հաշվին։ Իրենք $80 միլիոն օգնություն ուղղեցին հատուկ Մոլդովային գազով եւ հոսանքով ապահովելու համար, երբ որ Ռուսաստանը անջատել էր այդ էլեկտրականության սնուցումը եւ գազի։ Հիմա $60 միլիոն օգնություն է տրամադրվում Մոլդովայի հակաօդային պաշտպանությանը։ Ինչու նման բան չի արվում Հայաստանի վերաբերյալ։ Մեկ պատճառով, որովհետև Մոլդովան պարզ եւ հստակ առաջինը դուրս է եկել ԵԱՏՄ-ից, երկրորդը օրենք է ընդունել, ինչպես Հայաստանը, եւ ժամկետ է նշանակել եւ մինչեւ 27 թվական ավարտելու է բոլոր այն պահանջների կատարումը, որը թույլ կտա դառնալ ոչ միայն տեխնացու երկիր, այլ նաեւ իրավ անդամ, եւ Եվրամիությունը վերցնում է իր վրա եւ պաշտպանական ինչ որտեղ եւ տնտեսական պաշտպանության, ինչը նույնպես անվտանգային հարց է, պատասխանատվությունը ոնց կարող է Եվրամիությունը հիմա որևէ բան անել Հայաստանի համար, որը մնում է սառեցված, բայց հապկի անդամ, որը մնում է ԵԱՏՄ-ի ակտիվ անդամ, որը 5 անգամ ավելացրել է Փաշինյանի օրոք առևտրային շրջանառությունը Ռուսաստանի հետ եւ մինչեւ 20-30% իջեցրել է դա Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ։ Մի բան էլ, այս հայտարարությունը նաեւ նրա վառ վկայությունն է, օրինակ եթե հապկի օրինակով նայենք, չէ՞, սառեցված այսպես վիճակը, որ երբ դու իրավականորեն շարունակում ես մնալ այս կառույցների անդամ, ուզում ես եղի սառեցված, ուզում ես եղի ապա սառեցված, դա այդ կազմակերպությանը իրավական, ինչպես նաև այս հայտարարության մեջ են նշում, տալիս է հնարավորություններ լծակներ, քեզ հետ խոսելու բոլորովին այլ լեզվով, քան այս կառույցից դուրս, երբ որ այդ կառույցը չունի քո նկատմամբ այդ իրավական լծակները, ինչը հիշատակվում է այս հայտարարության մեջ։
մենք կարող ենք շատ պարզ բացատրել դա, ես ցավում եմ, որ կրկին ու կրկին դիմում եմ այդ գրեհիկ օրինակի, բայց կենցաղային մակարդակով սա անավարտ ապահարզան է, որի ընթացքում չբաժանված, ոչ մի փաստաթուղթ չստորագրած կամ չճղած, ոչ մի պայմանագիր եւ ամուսնությունը չչեղարկած մարդը անմիջապես սկսում է պատրաստություններ նոր հարսանիքի եւ սա շատ երկիմաստ վիճակի մեջ է դնում եւ 2-3 կողմերին էլ Ռուսաստանը իհարկե ճիշտ է ասելով, որ դուք գործում եք իրավաբանորեն իրավական տեսակից սխալ, բայց մենք չենք ասում, որ սա նաեւ անբարոյական է նման բաներ անելը։ Սա անբարոյական է, մարդիկ ովքեր ասում են, որ քաղաքականությունը բարոյականություն հետ ընդհանուր եզրությունը սխալվում են։ Անբարոյականությունը միշտ շատ վատ է վերջանում նաև քաղաքական առումով եւ պատմությունը լցված է նման օրինակներով։ Հիմա մենք վարվում ենք եւ Եվրոպայի հանդեպ, եւ սեփական ժողովրդի հանդեպ, մենք չէ, ես նկատի ունեմ Հայաստանի իշխանությունները, նախ եւ առաջ անբարոյական ձևով Սա բերում է անորոշությանը, սա բերում է աճող արտագաղթի, որը պայթելու է մի օրվա մեջ։ Մայիսի 9-ը օրինակ շատ բարձր գին է ունենալու հայ ժողովրդի վրա։ Մայրերը իրենց որդիներին գրկած փախցնելու են երկրից, որովհետև մայիսի 9-ին գնալ Մոսկվա նշանակում է շարունակել պատերազմի վտանգի տակ թողնել ողջ ժողովրդին։ Ոչ ավել, ոչ պակաս։ Մայիսի 9-ին գնալ նշանակում է չստանալ Եվրամիությունից տնտեսական օգնություն եւ դրա երաշխիքները, այսինքն սպանել բիզնեսները, սպանել ներդրումների հեռանկարները, սպանել ժողովրդի այստեղ ապրելու հեռանկարները։ Չգիտակցել դա, ես չեմ կարծում, եւ ռուսները ճիշտ են ասում, որ Երևանում դա շատ լավ հասկանում են։ Ես ընդհանրապես ասեմ մի բան. սա նշանակում է, որ հերթական անգամ հայ իշխանավորները անձնական շահերը, այսինքն իշխանությունը պահպանելու ցնորքը ավելի բարձր են դասում, քան ազգային եւ պետական շահերը, ոչ ավել, ոչ պակաս։ Մայիսի 9-ին Մոսկվա գնալը նշանակում, որ Փաշինյանի համար իր իշխանությունը պահպանելու եւ պայմանավորվելու ինչ որ բաների մասին ավելի կարեւոր է։ Նա սխալվելու է հերթական անգամ։ Նա միշտ սխալվում էր Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Քոչարյանն արդեն եղել է Մոսկվայում եւ Հայաստանի նայող, կոպիտ ասած, նշանակված է։ Դա նախկին ռուսական վարչապետ Կիրիենկոն է, որ արդեն պատրաստել է թիմ եւ մենք արդեն գիտենք ինչ են անելու նրանք։ Մենք չգիտենք ինչ ենք անելու մենք։ Եվ դա Երևանի ամենամեծ մեղքն է։ Շնորհակալություն։ Լրուցակիցս Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։